Հալեբի վերջին թեփքերը ցույց կտան, որ Սուրիո վիճակը դակավին կայուն չէ։ Եվ հավանաբար երկար ժամանակ Սուրիան անկայուն պիտի մնա։ Սուրիո գետրոնական կառավարությունը հիմնված է սուննի իսլամ բաղադրամասին վրա։ Լրիվ գառույցը այժմ Սուրիո պետական այդ բաղադրամասին վրա հիմնված է, այսինքն այդ դարերն են, այդ մտածելակերպը, այդ փիլիսոփայությունը, այդ աշխարհայացքը գդիրե գետրոնական կառավարության վրա։ Իսկ սուրիացի քուրդերը բոլորովին տարբեր աշխարհայացք ունին։ Գրոնական պատմուժանեն դուրս, որով իրենք ալ սուննի են, որպես գրոնք քուրդերը, բայց իրենց քաղաքական հերանեկարը եւ իրենց պատկերացումը հասարակության մասին տարբեր է։ Նույնը կարելի է ասել նաեւ հարավի դուրժիներուն, որոնք նույնիսկ սուննի չեն, նույնիսկ իսլամ չեն նկատել իրենց։ Ուրեմն ինչպես Սուրիո գետրոնական կառավարությունը պիտի կարենա այս ամենը իմի բերել, մեծ հանելուկ մնե։ Դժվար է եւ ժամանակը ցույց պիտի տա որքան հնարավոր է այդպիսի բան մնել։ Իսկ Հալեբի հայերը պիտի իմանան, քանի որ որոշեր են այդտեղ մնալ։ Հիմա ճիշտ է արիտ ունին Հալեբի հայերը դուրս ելել, բայց այդ շարժումը, քանի որ այլևս վիճակը հարաբերաբար հանդարտ է եւ այդ ամիջական ռմբակոծություններու ենթարկված չէ բնակչությունը, այդ շարժումը տանտաղ պիտի լա եւ պիտի երկարացվի տարիներու վրա եւ կրնամ երևակայել, եթե Սուրիո վիճակը չի փոխվեցավ եւ գետրոնական կառավարությունը մնաց նույն այս իշխող խմբագին ցերկի մեջ, հավանաբար 20-30 տարվա ընթացքին հայեր այլևս սկալի թվով չմնան այդտեղ, այսինքն 1 կամ 2000 հայեր մնան, որովհետև սերունդներ կան, այսինքն երիտասարդներ կան, որոնք ուզեն ուսանել, ուզեն ապրիլ, ուզեն աշխատել, ուզեն նոր կյանք ունենալ եւ գտեսնեն ինտերնետի միջոցով թե ինչ կա աշխարհի մեջ եւ ցանկություն ունենան նման կյանք ունենալու։ Հետեւաբար կգաղթեն, մանավանդ որ մենք ունենք Հայաստան, որ հարաջուն փոփոխության մեջ է Սուրիո հետ բախտատմամբ լրիվ տրախտ մնե Հայաստանը։ Սուրիո հայերը այլևս այդ սկալի հերանեկարը կրնան շոշափել։ Իսկ ինչ պատկերացում մեկը կրնա ունենալ Սուրիո բնակչության, գետրոնական կառավարության տակ եղող բնակչության մտածելակերպին եւ ապակայի ուղղություններու մասին, մենք հստակորեն կրնանք նշել, թե 50 տարի սուրիացիները մեգուսացած կյանք ապրած էին։ 50 տարի իրենց համար աշխարհը դարբեր էր, իրենց աշխարհը, իրենց ապրած միջավայրը սովորական աշխարհին դարբեր էր։ Եվ իրենք գխորհեին, թե աշխարհի կենտրոնը Դամասկոսն է։ Այդպես էր, երբ որ մեգուսացած ապրես, կգարձես թե տուն չափանիշը տուն ես։ Միշտ հիմա մեջտեղ ելա որ հերու են իրենք այդ չափանիշներ են, դժբախտաբար։ Եվ ամենավտանգավոր կամ հուսահատություն առաջացնող կետը այն է, որ զարգանալու համար, առաջ դիմելու համար, աշխարհի հետ առնչվելու համար
Առաջին հերթին մեկը պետք է ըմբռնե, հասկանա իր վիճակը, ինչ տեսակ վիճակ կապրի։ Այդ ըմբռնումը շատ կարևոր է հաջորդ քայլին համար։ Դակամին այդ ըմբռնումը չի գա ընդհանրապես սուրյո մեջ, որովհետև 50 տարվա ընթացքին կոյացած սերունդը ինչպես պիտի փոխվի կարճ ժամանակվա ընթացքին։ Այդ է հանելուկը, որուն մաս կգազմի նաև սուրյահայ համայնքը։